Սապաթաղում հոր կողմից սպանված 3-ամյա Տիգրանի քրոջն ու 3 եղբայրներին ընտանիքից ժամանակավորապես անհապաղ հեռացրել են եւ տեղափոխել Հայ օգնության ֆոնդ։ Մայրը դեմ չի եղել, ավելին, ինքն անձամբ է երեխաների հետ գնացել, տեսել պայմանները, վերադարձել։ Սարգերակեի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետարանից Մամիկոն Գալոյանը։ Հարցերին պատասխանելիս էլ մայրը շատ խեղճ էր։ Ասացինք, քո երեխաները ստրես են տարել։ Նրանք հասկանում էին ինչ է կատարվում։ 5 տարեկանը չի խոսում, բայց լսում էր։ Եթե աշխատանք տարվի, գուցե բառեր ասի։ Մասնագետն ասում է փակ երեխաներ են։ Պարտադիր մոր հետ պետք է աշխատենք, հասկանանք ադեկվատ է, նոր երեխաներին վերադարձնենք, ասաց նա։ Ըստ Պաշտոնյայի երեխաների մայրը եւս ուզում է գնալ գյուղից, ամուսնու մեծ ընտանիքից, թեև դեռ այնտեղ է։ Նա ասաց, որ մորը ծնողական իրավունքներից զրկելու հարցը չի քննարկվել։ Ընտանիքից լավատեղյակ մարդիկ ասում են, ուշադիր մայր է եղել։ Դպրոցի տնօրենն էլ, թե երեխաները միշտ հագած կապած կուշտ են եկել, բայց խնդիր է եղել մոր փնթիությունը։ Իսկ ինչ վերաբերում է հարցին, որ գյուղում խոսակցություններ կան, թե մայրը ծեծել է երեխաներին, փորձագետ Դավիթ Թումասյանն ասաց, որ պետք է հավաքվեն ապացույցներ։ Թումասյանի խոսքով, եթե որոշում կայացվի երեխաներին վերադարձնել մոր խնամքին, պետությունը չպետք է ձեռքերը լվանա։ Ինչ վերաբերում է պետությունն իր մեղքի բաժինն ունենալուն, Թումասյանը նշեց, որ պետք է կոնկրետ մատնանշել անձին, այլապես կնշանակի լղոզել պատասխանատվությունը։ Ըստ նրա մեղավոր է նաև շրջապատը։ Երբ երեխային որոնում էին, բոլորը դրական էին խոսում ընտանիքի մասին։ Երբ բացահայտվեց, սկսեցին ասել, թե հայրը բռնարար է։ Մինչև որևիցե մեկին մեղադրելը, թող նույն հարևանները իրենք իրենց հարցնեն։ Իսկ ինչ եմ ես արել Տիգրանին փրկելու համար, ասաց նա։